Ես իհարկե շնորհակալական խոսք ներկայացնեմ ասել, ուզում ներկայացնել Արի ցենտրի կազմակերպությանը, ովքեր որ չեն անտեսել արխիվոլոգի հրավերը եւ հատուկ Ուկրաինայի ժամանել են մրցանակաբաշխության համար շուրջ 1 ամիս շարունակ իրենք ապրեցին Հայաստանում, ապրեցին մեր կողքին, աշխատեցին, մեր հետ ստեղծեցին այս գեղեցիկ միջոցառումը եւ իհարկե շնորհակալ եմ յուրաքանչյուր ապրած լավ պայմանի համար, որ անցկացրել եմ ձեր հետ միասին։ Դուք անում եք ահռելի աշխատանք Հայաստանից դուրս եւ հայերիս համար նաեւ։ Շատ շնորհակալ եմ։ Աննա Արջևանիձե եւ իհարկե Արի ցենտրի ողջ կազմակերպությունը։ Լոբին բարև ձեզ։ Ես ռուսերեն կասեմ, որովհետև ինձ տենց так будет удобно, хармаками. Арамчик, тысячи слов сказано было в отношении тебя, я не успела сказать. Я была очень волнительна в тот момент, когда мне вручали эту премию. Но я хочу пожелать тебе долгого, трудолюбивого пути, который ты совершаешь. Пускай вот то, что ты делаешь для людей, пускай тебе вернется в 100 крат. Столько, сколько людей посетило это мероприятие, пускай столько же счастья прибудет на твой порог, в твой дом, в дом твоих родителей. Я благодарю твоих родителей за такого прекрасного сына, за такого прекрасного брата. Я видела твоего брата здесь. И я хочу сказать, ты великолепный друг, ты шикарный человек, процветай, расти, а мы будем всегда рядом. Я тебя люблю. Ուզում շնորհակալություն հայտնել նաև առիթից օգտվելով բոլոր այն մրցանակակիրներին, ովքեր որ պատվել էին իմ միջոցառումը։ Ինձ համար էլ ավելի մեծ պատիվ էր, որ մրցանակաբաշխությանս ներկա էին 102-ամյա Ռոզալիա Աբգարյանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի թագուհին Ռայսա Մկրտչյանը եւ իհարկե ձեզանից յուրաքանչյուրը, ինչպես նաեւ ես, համոզված եմ, սրտի խորքում մեծ պատիվ եմ զգում նստել այս երկու հրաշք իրոք լեգենդների կողքին, ինձ համար ևս մեծ պատիվ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հանձնաժողովի անդամներին, գիշեր-ցերեկ աշխատել ենք, դեկտեմբերի 20-ից սկսած, անընդհատ զանգով, շատ շնորհակալ եմ, որ համբերատար լսել եք, ընդունել եք, խոսել եք, Լիաննա ջան, ապրես որ Ուկրաինայից դեռ հելը չեկած ամիսներ առաջ այդքան շատ անընդհատ հարցումներով ինչ ես անելու, ոնց եք անելու, Արի ցենտրը ինչով կարող է օգտակար լինել, շատ շնորհակալ եմ Արի ցենտրի ողջ անձնակազմին, որ այսօր պատվել էի։ Իրոք ես գիտեմ Ուկրաինայից այդ դժվար պատերազմական շրջանից գալ հասնել Հայաստան եւ այս ամեն ինչը ուղղակի լիաթոք շփտալ ուրախությունը տանել ձեզ հետ, համեցիլ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է, եկեք ծափարենք STB միջազգային հեռուստատեսության մեդիա փորձագետ Լիաննա Մովսիսյանին։ Ես գիտեմ, որ դու հայաստանյան մեդիան էլ ավելի շատ ընտրեցիր, փորձեցիր, որպեսզի գտնես լավագույններին։ Իմ համար իրոք պատիվ էր։ Եվ ուզում եմ ասել շնորհակալություն Կոնտինենտալ ռեստորանին, Վերջիվանի գինու գործարանին, բոլոր այն գործընկերներին, ովքեր եղան իմ կողքին, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ կաք, իսկ մենք աշխատում ենք ձեզ համար եւ իհարկե համոզված եմ շատ շուտով մի քանի ամսից ասել ենք բարի գալուստ Unique Awards ամենամյա ազգային մրցանակաբաշխություն։